Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր մեր երկրում նշվում է քաղաքացու օրը։ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի մարզերում եւ Երևանի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Հայաստանի մարզերի 79 համայնքում եւ բնակավայրում, ինչպես նաեւ Երևանի 12 վարչական շրջաններում կազմակերպվել են «Շենացրու պետությունը, եղիր օրինապահ» նվիրված եւ հոգատար խորագրով հանրային քննարկում բանախոսություններ։ Բացի այդ, Երևանում եւ Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք ապարանում կազմակերպվել են street art ձևաչափով մշակութային միջոցառումներ տեղական խմբերի մասնակցությամբ։ Քաղաքացու օրվան նվիրված մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության եւ պետական խորհրդանիշների արժևորմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը, որին բացի անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի անվտանգային ու արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղ աշխատանքային այցով կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ կմասնակցի համաշխարհային անվտանգության ֆորումին։ Աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղարը նաև երկկողմ աշխատանքային հանդիպումներ կունենա։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ 24-յան ավանդական ուղերձում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է ցեղասպանություն եզրույթի օգտագործումից։ Թեմայի շուրջ Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփը օգտագործել է մեծ եղեռն եւ ահավոր ողբերգություն բառակապակցությունները, նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր։ Ինչպես հայտնի է, 21 թվականին նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Ջո Բայդենը օգտագործեց ցեղասպանություն եզրույթը, այնուհետ եւս 3 անգամ նախագահ եղած շրջանում կրկնել է այդ բառը եւ այժմ հարց էր, արդյոք դա, այսպես ասած, օրենքի ուժ կունենա նաեւ հաջորդ նախագահների համար, թե նրանք այնուամենայնիվ սեփական գիծը իրականացնեն այս հարցում։ Նու կարծում եմ կարելի է կանխատեսելի համարել այն, որ Թրամփը չի կրկնի, չի շարունակի Բայդենի քաղաքականությունը այս հարցում, նախ այն պատճառով, որ բոլոր հարցերում ձգտում է այսպես հակադրել իրեն նախորդ վարչակազմին, դեմոկրատներին։ Բացի այդ, այս դեպքում պատճառաբանություն ունի, քանի որ Հայաստանի իշխանություններն են հայտարարել, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը իրենց առաջնահերթությունների թվին չի պատկանում, այս դեպքում ինչու պետք է Միացյալ Նահանգները կարևոր հարցերի թվում ուրեմն դիտարկեն նաև հայոց ցեղասպանությունը։ Բացի այդ, նկատելի է, որ վերջին ամիսների ընթացքում Թրամփը այսպես բացահայտ քայլեր է անում թուրքերին իօքուտ կամ թուրքերի ականջը շոյող հայտարարություններ է անում եւ տարօրինակ կթվար այս ֆոնին, եթե նա ցեղասպանություն անվաներ 15 թվականի իրադարձությունները։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ ըստ որոշ տեղեկությունների հենց այս օրերին քննարկվում է Թրամփի հնարավոր այցը Թուրքիան, մայիսի մասին է խոսքը իր տարածաշրջանային տուրնեի շրջանակներում։ Այդ բառի օգտագործումը իհարկե կարող էր խանգարել նրա ու Էրդողանի միջև բանակցությունների արդյունավետությանը։ Նշեմ, որ Անկարան իր կողմից ամեն ինչ արեց, որպեսզի համոզի հավանաբար Թրամփին չօգտագործել ցեղասպանություն բառը։ Գիտենք, որ ապրիլի 15-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ արտգործնախագահ Հական Ֆիդանի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույցը։ Ես վստահ եմ, որ Ֆիդանը այդ զրույցի ընթացքում բարձրացրել է ապրիլ 24-յան Թրամփի ուղերձի հարցը եւ բովանդակության հարցը եւ հավանաբար երաշխիքներ է խնդրել, որ Թրամփը չի օգտագործի ցեղասպանություն եզրույթը։ Ռուսական մամուլը գրում է, որ Միացյալ Նահանգները մեջբերեմ չեղարկում են հայոց ցեղասպանության ճանաչումը։ Իհարկե այդպես որակել չի կարելի, քանի որ ցեղասպանությունը այնուամենայնիվ շարունակում է Միացյալ Նահանգներում պաշտոնապես ճանաչված լինել, քանի որ խորհրդանի երկու պալատներն էլ այն ճանաչել են։ Իսկ նախագահի կողմից պաշտոնական ուղերձում ցեղասպանության եզրույթի օգտագործումը ընդամենը վկայում է այն մասին, օգտագործելու է թե գործող վարչակազմը
ցեղասպանությունը այդ գործիքը Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար, թե ոչ։ Ժամանակին եղել են արդեն դեպքեր, երբ մի նախագահ ճանաչել է ցեղասպանություն եւ օգտագործել է այդ բառը, սակայն նրա հետևից ընտրված նախագահը այլևս չի օգտագործել։ Ահա այդպես 81 թվականին Ռոնալդ Ռեյգանը օգտագործել էր ցեղասպանություն եզրույթը, Ջորջ Բուշը, որը իդեպ նույն հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, չի օգտագործել։ Այսինքն շատ մեծ կտրուկ փոփոխություն չի եղել, պատմության մեջ նման դեպքեր արդեն եղել են։ Դե իսկ Թրամփի ուղերձում միակ լավ բանը մեզ համար այն է, որ նա հիշատակել է Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու իր ցանկությունը։ Դրանով նա ընդգծում է, որ հավատարիմ է մնալու նախորդ վարչակազմի վարած քաղաքականությանը, հիշեցնեմ, դեմոկրատները իրենց կառավարման վերջին օրերի ընթացքում հասցրեցին Հայաստանի հետ ստորագրել ռազմավարական համագործակցության համասին համաձայնագիրը եւ ոնց հասկանում եմ ներկայիս վարչակազմը այս հարցում չի ձգտում բարեբախտաբար հակադրվել դեմոկրատներին։ Նաև նշել է, թե ինչ մեծ ներդրում ու դեր ունեն ամերիկահայերը Ամերիկայում, իդեպ ամերիկահայերը ինչպես են արձագանքել։ Դե Հայդատի հանձնախումբն է հայտարարությամբ հանդես եկել, դատապարտելով իհարկե Թրամփի այսպիսի մոտեցումը, Հայդատի հանձնախմբի ամերիկյան հանձնախմբի ղեկավար Արամ Ղամբարյանի հայտարարության մեջ ասվում է, մեջբերում եմ, նախագահ Թրամփի նահանջը հայոց ցեղասպանության ճանաչումից նշանակում է, որ ԱՄՆ-ն խայտառակ կերպով ենթարկվում է թուրքական սպառնալիքներին։ Դատապարտել են Թրամփին այս հարցում նաև դեմոկրատները, մասնավորապես դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Պալոնեն իր ուղերձում գրում է, որ մեջբերում եմ, ցեղասպանության մասին թույլ հիշատակումը նվեր էր ցեղասպանությունը ժխտողներին։ Միաժամանակ ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչումը անդառնալի է եւ նախագահի հայտարարություններով չէ, որ այն պետք է ուրեմն վերափոխվի Միացյալ Նահանգների պաշտոնական մոտեցումը այս հարցին։ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ դեմոկրատ կարկառուն գործիչ Նենսի Փելոսին նույնպես անդրադարձել է այս հարցին իր հայտարարության մեջ ընդգծելով, որ մեջբերում եմ 15 թվականին դեմոկրատական պալատը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Հավանաբար նկատի ունի այն, որ այդ ժամանակ դեմոկրատները մեծամասնություն ունեին պալատում եւ որ հենց իրենց ջանքերի արդյունքում է ցեղասպանությունը Միացյալ Նահանգներում ճանաչվել։ Արդյոք ամեն դեպքում, ինչքան հասկանում եմ, նաև եվրոպական, որոշ կառույցներ վերանայում են իրենց մոտեցումը ցեղասպանության ճանաչման հարցում։ Դե մի շարք եվրոպական երկրների առաջնորդներ մեզ համար շատ ընդունելի հայտարարություններով հանդես եկան եւ Ֆրանսիային, Հունաստանի, Իտալիայի, Կիպրոսի, Բուլղարիայի ղեկավարները, բայց որոշ Եվրամիության կառույցների մոտեցումները իսկապես կարող է այդպես զարմանալի թվալ, մասնավորապես տարօրինակ էր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավարի գրառումը այս թեմայի վերաբերյալ։ Առաքելության ղեկավարը ապրիլ 24-յան իր ուղերձում օգտագործել էր նախ ցեղասպանություն եզրույթը, բայց 3 ժամ հետո ուղղել էր օգտագործելով մեծ եղեռն բառակապակցությունը։ Դա իսկապես տարօրինակ էր եւ նշեմ, որ դա նկատել են Մոսկվայում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս վերախմբագրումը անվանել է աներևակայելի գարշանք։ Դա այն դեպքում, երբ Ռուսաստանի արտգործնախարարությունը հիշեմ ընդհանրապես չի հիշել ապրիլի 24-ի մասին եւ ոչ մի ուղերձով հանդես չի եկել։ Հիշեցնեմ, որ Եվրախորհրդարանը դեռևս 1987 թվականին իր ընդունած բանաձևով պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը, իսկ դա նշանակում է, որ Եվրամիության բոլոր կառույցները պետք է հետևեն այս քաղաքականությանը եւ զարմանալի է, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը ահա այսպիսի դրսևորում է իրեն թույլ տալիս։ Եվ արդյոք նաև դա հաշվի առնելով, ինչ ես կարծում, կարող ենք ասել, որ ամբողջ աշխարհում մի տեսակ նահանջ կա այս հարցում։ Դե որոշ նահանջ նկատվում է, բայց նաև դրական տեղաշարժեր են զուգահեռ տեղի ունենում, չնայած Հայաստանի իշխանությունների այն մոտեցմանը, որ դա Հայաստանի առաջնահերթությունների թվին չի պատկանում։ Օրինակ մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 2 պալատների ներկայացուցիչները դիմել էին կառավարությանը կոչ անելով ճանաչելու ցեղասպանությունը, դա իհարկե բանաձևի օրինագից դեռ չի, բայց կոչ է։ Ուրուգվայի խորհրդարանը վերահաստատել
հաստատել է վերջերս իր մոտեցումը ցեղասպանության հարցում։ Եվ գլխավոր նորությունը Մոլդովայի խորհրդարանում գրանցվել է օրինագիծ, որը ենթադրում է հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը։ Օրինագծի նախաձեռնողն է Մոլդովայի հայ համայնքի նախկին ղեկավար, ներկայումս խորհրդարանի падգամավոր Հայկ Վարդանյանը։ Երեկ նա մամլո ասուլիս էր գումարել, ընդգծելով, որ ամեն ինչ անելու է, որ Մոլդովան միանա այն 24 քաղաքակիրթ պետություններին, որոնք չեն վախենում իրերը եւ երևույթները իրենց անունով կոչելու։ Շնորհակալություն Արծու։ Օմանում այսօր տեղի է ունենալու Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Մասկատո։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանում, երկրորդը ապրիլի 19-ին Հռոմում։ Քննարկվել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Իրանի պատվիրակությունը ներկայացնում էր երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Այսօր տեղի է ունենալու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը։ Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, վերջին հրաժեշտը տալու Պոնտիֆիկոսին։ Արարողությանը կմասնակցի աշխարհի մոտ 50 առաջնորդ, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ։ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս կմասնակցեն արարողությանը։ Ֆրանցիսկոսն իր հոգևոր կտակում խնդրել էր, որպեսզի իր մարմինը թաղվի Հռոմի Սուրբ Մարիա Մաջորե Պապական բազիլիկայում։ Պապը նաև խնդրել էր, որ իր գերեզմանը պատրաստվի Պաուլինայի և Սֆորցայի մատուռների միջով անցնող կողային միջանցքի թաղման խորշում։ Գերեզմանը պետք է լինի հողում, հասարակ, առանց զարդարանքների միակ Ֆրանցիսկոս։ Հուղարկավորությանը զուգահեռ կսկսվի 9-օրյա սուգը, որից հետո կարդինալները կոնկլավ կգումարեն ընտրելու աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկների նոր պապի։ Ապրիլի 20-ին հայ սուպերստար նախագծի 6-րդ եթերաշրջանի առաջին թողարկումն էր լսումների առաջին փուլը, որը հեռուստադիտողների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Մանրամասները տեսանյութում։ 12 տարվա դադարից հետո ապրիլի 20-ին Շանթի եթեր վերադարձավ լեգենդար հայ սուպերստար նախագիծը։ Այն, որ հեղինակավոր այս մրցույթի հանդեպ սպասումն ու ակնկալիքները մեծ էին, զգացվում էր հայտագրման առաջին իսկ օրից։ Իսկ նախագծի առաջին իսկ անոնսից ակնհայտ էր։ Այդ սպասումը ոչ միայն մասնակիցների շրջանում էր, այլև հեռուստադիտողների։ Սա նշանակում է, որ հեռուստաէկրաններին նոր ձայներ ու նոր դեմքեր տեսնելու եւ նոր անուններ բացահայտելու գործին մասնակից դառնալու ցանկությունը հեռուստադիտողներն իրենք էլ ունեն, ինչպես Շանթի երաժշտական մյուս նախագծերում, ինչպես Սուպերստարի նախորդ 5 եթերաշրջաններում էր։ Սոցիալական բոլոր հարթակներում ու YouTube-ում արձագանքների գերիշխող մեծամասնությունը դրական էին, կարծիքներ հաղորդմանը գնահատանքի արժանացնող։ Վայ ինչ լավ է, որ նորից եթեր է գնում Սուպերստարը, հայերս մի քիչ կսթափվեն մռայլ ու քաոս կյանքից։ Հիանալի երաժշտական հաղորդում, հիանալի ժյուրիի կազմ, բարի ընթացք։ Սուպեր, ամենալավ երաժշտական նախագծերից մեկը եւ ինչպես միշտ Շանթի եթերում։ Շատ ուրախ եմ, որ իմ սիրելի նախագիծը վերադառնում է։ Շատ ուրախ եմ ամենասիրված հեռուստանախագծի վերսկսման համար, ժյուրին հրաշալի կազմով է ներկայանում, կեցեք։ Շատ լավ նախագիծ է, շնորհակալ եմ կազմակերպիչներին հիանալի նախագիծը հանդիսատեսին վերադարձնելու համար։ Սիրով կհետևենք ընթացքին։ Այսպիսի գնահատականների միայն սոցիալական էջերում չէ, որ հանդիպեցինք։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացրած մեր նկարահանող խմբերի հարցախույզի պատկերն էլ նույնն էր։ Կիրակի օրը եթեր հեռարձակված լսումների առաջին փուլից արդեն ունեն սիրելի մասնակիցներ ու նաև ֆավորիտներ, թեև ամեն ինչ դեռ առջևում է ու դեռ ընդամենը լսումների առաջին օրն էր եթերում։ Շատ հետաքրքիր էր, որ ակապելա երեխաները երգում էին մի հայկական եւ մի որևէ այլ լեզվով եւ բավական տպավորվեցի, մի 2-3 երեխաների լսեցի, հաճելի էր։ Ավելի ճիշտ են որոշում երեխաների ձայնային տվյալները առանց երաժշտության։ Ես դա ավելի դրանով ճիշտ է, հաճելի է երաժշտությունով լսելը, բայց երբ որ ուզում ես ճիշտը իմանաս, դա ավելի ճիշտ է, էլի այդ ձայնային ելևէջները։ Լավ կարծիք եմ, լավ շնորհալի երեխաներ կան,
Հուսով եմ, որ ընթացքն էլ լավ կընթանա։ Առհասարակ շատ լավ է, որ պրոպագանդվում է երաժշտական արվեստը ու նման միջոցառումներ, նախագծեր շատ հաճախ պետք է լինեն։ Շատ լավ է, որ դա վերականգնեցին, որովհետև դա ինքնաբուխ երեխաները գալիս են, պատանիները գալիս են, օրինակ այն աղջիկը 16 տարեկան էր Ջավախքից, այն մյուսը Ռուսաստանից էր եկել։ Շատ ինձ համար հետաքրքիր էր լսել։ Շատ լավ է ու ոգևորիչ է, որ երեխաներին ինչքան շատ լինի նման հնարավորություններ, ավելի լավ կլինի Հայաստանում։ Տաղանդներ ենք ի հայտ բերում։ Դենց որ իհարկե լավ երեխեք շատ կան, պետքա գտնել նրանց։ Ուղղակի հետո տալ իրանց հնարավորություն ել ավելի դրսևորվելու։ Ես քան չեն երգում, հիմնականում դուրս գալիս է, քանի որ մասնագիտությամբ էլ զբաղվել եմ երգով, բավականին տաղանդավոր մարդիկ են։ Լարված րոպեներ, գագաթնակետին հասնող հույզեր ու ապրումներ եւ ի վերջո թեժ մրցակցություն ու թեժ պայքար, որի մասնակից է Շանթի եթերում նաեւ դուք կարող եք դառնալ ամեն կիրակի ժամը 21-ին։ Դիտեք ու հիշեք նրանց, որովհետեւ ժյուրի ընտրությունից հետո նրանցից յուրաքանչյուրի երաժշտական ճակատագիրը Սուպերսթարում հենց ձեր ձեռքում է լինելու։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Այս ժամին այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։